Ինչու Լեռնային Ղարաբաղում հայեր չկան։ Այսպես անվանեցինք այն զեկույցը, որը հրապարակեցինք ուղիղ 1 տարի առաջ 3 միջազգային կազմակերպությունների եւ 4 տեղական հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ։ Այս փաստաթուղթը, որ իմ ձեռքում տեսնում եք, զեկույցի կարճ տարբերակն է, կա ավելի լայն, ավելի ընդարձակ 130 էջից բաղկացած տարբերակը։ Ցել ենք հավաքագրել ու մեկտեղել այն ամեն ինչ, որ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում նախորդ 4-5 տարիների ընթացքում։ 2020 թվականի 44-օրյա պատերազմը, դրա հետևանքով ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում, բլոկադան, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերյան հարձակումը Ադրբեջանի կողմից, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ոչ մի հայ չմնաց։ Այս զեկույցի վրա աշխատանքը մի քանի նպատակ ուներ՝ փաստագրելու այն, ինչ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում ու ունենալու փաստաթուղթ, որը հետագայում կարող է հիմք ծառայել նաև անցումային արդարադատության համար։ Բայց միևնույն ժամանակ մենք փորձում ենք հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում, եւ վերջում մենք փաստում ենք, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծվել էր մի այնպիսի իրավիճակ, որ ոչ մի հայ այնտեղ ապրել չէր կարողանա։ Սա քաղաքական առումով անվանում ենք էթնիկ զտում, իսկ իրավական առումով բռնի տեղահանում։ Զեկույցը կարդալը միգուցե ձեր համար դժվար լինի։ Այստեղ կան շատ սարսափելի վկայություններ, որոնք մեզ պատմել են Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերը։ Բայց զեկույցը կարդալը ամեն դեպքում կարևոր է։ Այն մեզ Հայաստանում ապրողներից հնարավորություն է տալիս տեսնելու, ճանաչելու այն ամեն ինչի միջով անցել են Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը ու ավելի մեծ կարեկցանք ունենալ նրանց հանդեպ, ովքեր կորցրել են իրենց հայրենիքը։